2025 թվականից Հայաստանը հնարավորություն է ստացել վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանել դեպի Եվրոպական միություն։ Սակայն եվրոպական շուկա մուտք գործելու համար տեղական արտադրանքը պետք է համապատասխանի միության սահմանված պահանջներին։ Այդ նպատակով Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող միջազգային առևտրի կենտրոնի Հայաստանում հագուստի և ագրոբիզնեսի ոլորտներում կայուն արժեքային շղթաների զարգացում ծրագրի փորձագիտական թիմը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել են օրենսդրական մի շարք փոփոխություններ հայկական ձկնամթերքի արտահանումը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես փոփոխություն և լրացում է կատարվել սննդամթերքի անվտանգության, սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքներում, որը 2026 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ազգային ժողով քննարկման։ Միաժամանակ կառավարության հաստատմանն է ներկայացվել THRES-իս համակարգում տնտեսվարող սուբյեկտների գրանցման դադարեցման և առողջության սերտիֆիկատների տրամադրման կարգը։ Շուկաների դիվերսիֆիկացման այս կարևոր ուղղության շուրջ կազմակերպվել է աշխատաժողով ոլորտի ներկայացուցիչների, պետական կառույցների և միջազգային գործընկերների մասնակցությամբ, ներկայացնելու փորձագիտական ուսումնասիրության արդյունքները Հայաստանի արտահանման ներուժի, ոլորտի առկա խնդիրների և զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ, որոնք հիմք կծառայեն հետագա նպատակային աջակցության ծրագրերի իրականացման և առկա հնարավորությունների ավելի արդյունավետ օգտագործման համար։ Ենթադրում ենք և մեծ հույս ունենք, որ շատ շուտով կունենանք առաջին արտահանումները և մենք կլինենք գործարարների կողմից այդ առաջին արտահանումները իրականացնելու թե փաստաթղթավորման, թե բիզնեսի պատրաստվածության, փաթեթավորման, մակնշման, բանակցությունների, միջազգային հարթակներում ներկայանալու առումով։ Մեր օդն ու ջուրը ձկան հետ շատ կապ ունի, մնում է, որ մեր ձկնաբույսները ոնց ասած չխնայեն մի քանի դրամ, որակյալ կերով պահեն ձկներին, կերակրեն, արտադրանքն էլ լավ կստացվի, համով կստացվի ու ճիշտ կստացվի ու շուկայում կլինի մրցունակ։ Ներկայացվում են նաև ապրիլին Բարսելոնա Seafood Expo Global 2026 ցուցահանդեսին հայ արտադրողների կատարած ճանաչողական այցի արդյունքները։ Մասնակիցները տեղում ծանոթացել էին եվրոպական շուկայի պահանջներին և գնային քաղաքականությանը։ Արդյունքում ավելի հստակ է դարձել, թե արտադրությունը որ ուղղությամբ զարգացնել, որպեսզի 2027 թվականին Հայաստանը նույն ցուցահանդեսին ներկայանա միասնական հայկական տաղավարով։ Եվրամիությունը համարվում է աշխարհի ամենամեծ և բարձր արժեք ունեցող ձկնամթերքի շուկաներից մեկը։ 2023 թվականին Եվրամիության երկրներում ձկնամթերքի առևտրաշրջանառությունը գերազանցել է 38 միլիարդ եվրոն, իսկ շուկան շարունակում է մեծապես կախված մնալ ներմուծումից, ինչը արտահանման նոր հնարավորություններ է բացում նաև հայ արտադրողների համար։ 2024 թվականին ձկնամթերքի արտադրությունը Հայաստանում կազմել է 27,000 տոննա, որից 15,000 տոննան արտահանվել է Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Միացյալ Արաբական Էմիրություններ։ Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկաթուղային ճանապարհների բացման ուղղված գործողություններ է իրականացնում, որի պարագայում արդեն իսկ մեր հնարավորությունները կընդլայնվեն։ Ձկան և ձկնամթերքի հետ կապված արդեն իսկ Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են իր ցանկությունը ընդունելու հայկական արտադրանքը։ Այս նպատակով մշակված օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն ուղարկվել է ազգային ժողով։ Ծաղկանուշ Միրզոյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։